Տեղեկություն չունենք իր մասին։ Միսակյան ձեզ էլ լսենք, հա։ Համեթը պարոն Միսակյան։ Հարգելի հետևողն է մեր զրուցակիցը Վահե Միսակյանն է, պարոն Միսակյան, այս իշխանությունների, այսպես անարդարություններին դուք ուղիղ առնչվել եք, համենայն դեպս այդպիսի հրապարակումներ են եղել, ձեր դիրքորոշումը այսօր արդեն որպես փաստաբան գործի հետ կապված, երբևէ ձեր պրակտիկայում եւ դատավորի եւ արդեն փաստաբան եղել է նման դրվագ, որ նորածին երեխայի մորը բերեն այսպես հասցնեն ձերբակալության։ Շնորհակալություն հարցի համար։ Եկեք ես իմ նախորդ աշխատանքային գործունեությունը թողեմ մի կողմ, դրա մասին հետագայում ավելի պատեհարիտ կլինի անդրադառնալու, քանի որ այստեղ մի փոքր ավելի շատ զգայուն հարց է քննարկվում, գործ ունենք կնոջ մանկահասակ նորածին երեխա ունեցող կնոջ հետ, ով այս պահին արգելանքի տակ է գտնվում, գործի մասին մանրամասն տեղեկություններ չունենք այս պահին, այն ամենից ավել ինչ որ գործընկերներս նշեցին, ավել բան չեն կարող հայտնել։ Ձայնագրության ընթացքում sense ասեմ, էլի կարելի ասել ուղղակի լսեցինք, բայց դրա մասին ինչ որ եզրահանգում անել անիմաստ է, որովհետև նոր է այս ամեն ինչը, որևէ տեղեկություն չունենք, որևէ գործունեություն չունենք, ունենք ընդհանրապես մեղադրանք, ինչի հետ կապված արդեն գործընկերներս նշեցին, բարեգործական արգելքի հետ կապված երկու դրվագով մեղադրանքը, նշվեց որ գոհարը մեղադրանքը բնականաբար չի ընդունել, դրա մասին նաև հայտնեց որ մանրամասն հետագայում պարզաբանումներ կներկայացվեն, բայց այս պահին գործ ունենք մի իրավիճակի հետ, որ խոսք գնում է ոչ թե ինչ-որ մարդասիրական վերաբերմունք, այլ առավել քան անհրաժեշտ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու հարցի հետ, որտեղ, այսպես ասեմ, 3 ժամը 1 երեխային կերակրելու խնդիր կա ու մեր համար այս պահին սկզբունքային է ոչ թե ինչ-որ քրեական վարույթով ինչ-որ գործողություն անելն է, այլ զուտ իր նորածին երեխային սննդով ապահովելու խնդիր ապահովելն է մեր համար առաջնային այս պահին, իրավաբանությունը հետագայում անպայման ժամանակ կունենանք։ Սպասենք նախաքննական մարմնի արձագանքին ինչ որոշում է կայացնելու, ճիշտ է, դատարան ներկայացնելու համար այս պահին անկանխատեսելի է։ Ասեմ, քննարկվում է։ Նախաքննական մարմինը իր աշխատանքը անում, ես որևէ գնահատական չեմ ուզում այս պահին, ձեռը պահ կմնա։ Սպասենք իրանց դիրքորոշումից, ամեն դեպքում ցանկացած դիրքորոշման մենք պատրաստ ենք, որևէ խնդիր չունենք, բայց ակնկալում ենք բացառիկ մարդասիրական վերաբերմունք։ Դուք կարևորում եք ինչպես է բնորոշվում ծանր միջին ծանրության, այսինքն կալանքի տանելու հանցանք է, որպես 221-րդ հոդվածը 3-ից 6 տարի, եթե չեմ սխալվում էլի, այտենց։ Դուք կարևորում եք մարդասիրական վերաբերմունքը, հաշվի առնելով նաև ֆիզիոլոգիական վիճակը, նորածին երեխա, բայց մենք համանման դեպք ունեցանք, որ բավականին երկար պահեցին մորը ու կարծեմ տնային կալանքի ոգի։ Այսինքն դուք կանխատեսում եք, որ համանման սցենարով կհամազարգանալ տնային կալանք։ Տեսեք, յուրաքանչյուր քրեական գործ, յուրաքանչյուր մեղադրանք ունի իր առանձնահատկությունները։ Չի կարելի ինչ-որ մի գործի հետ կապված համադրված նույն հանգամանքները, ասենց ասեմ, բերենք, ասենց մեխանիկորեն համադրենք այս մի գործ։ Ամեն գործ յուրահատուկ է ինքն իրենով։ Հիմա ես չգիտեմ ճիշտ որ գործի մասն է, խոսքը մանրամասները տեղակ չեն, բայց այս պահին ոչ թե մենք հիմա պետք է գործերը դնենք համեմատության յուրիներով քննարկենք։ Այս պահին ունենք այս խնդիրը մեր պատկերացմամբ ստեղ բացի քրեական գործը պետք է առայժմ դրվի մի կողմի վրա, հա, իրավաբանություն, զուտ հասկանանք ոնց է ապահովում մոր ու նորածին երեխայի հետ կապը, շփումը ու հնարավոր ազատության, այդ ամենախիտ ազատության սահմանափակման հնարավորություն բացառման։ Մեր այս պահին առաջնային խնդիրը դա է։ Շնորհակալություն։ Դե տեսեք, այնպես չի որ քրեական դատավարության օրենսգիրքը այս առանձնահատուկ ինչ-որ կարգավիճակ է տալի, բայց նման դեպքերում պրակտիկան է լուծում տալի որպես կանոն, թե նախաքննական մարմինը, թե դատարանները դրան առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ու համոզված եմ դա անպայման հաշվի կառնվի։ Շնորհակալություն։ Գործընկերներ ջան, տեսեք, իրավական առումով Սահմանադրական դատարանի 2000